Պատկեն, առհասարակ ինչ կարծիք ունեք են մարդկանց մասին, ովքեր չունենալով վարորդական իրավունք տրանսպորտային միջոց են վարում։ Շատ լավ կարծիք ունեմ։ Լավ, ես հաջորդ հարցը տամ ես կապակցությամբ, ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որտեղ իրեն մեղսագրվում է զրկված վարորդական վկայական ունենալով հանդերձ ոչ ցավ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այս մասով որևիցե ասելիք ունեք, ես բնականաբար չեմ ուզում այնպիսի հարց տամ, որը կարող է ձեր որդու պաշտպանության նախանգարել, բայց այս մասով եթե ասելիք ունեք։ Իհարկե ունեմ ասելիք։ Ուրեմն, ինչպես նշեցի, շատ վատ եմ վերաբերվում դրան, այնտեղ մի ընդամենը հանգամանք իրականությունը չրամ, այսինքն ճիշտ ոչ թե դուք ճիշտ չներկայացրեք, սխալ եք եւ միգուցե չգիտեիք, ոչ թե զրկված էր վարորդական իրավունքից, այլ ինքը ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական չունի։ Ինչ վերաբերում է կառուցված քրեական վարույթին։ Ուրեմն անմեղության կանխավարկածը հաշվի առնելով եւ հաշվի առնելով որ քրեական գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, ես այդ ուղղությամբ ձեռնպակ եմ մեկնաբանություններ կատարել, բայց կարևոր մի հանգամանք եմ ուզում ասեմ, չեմ կտրում թելը, պարոն Իվանեսյան, լսեք, որտեղ ասելիք ունեմ այդ ուղղությամբ։ Ուրեմն ընդհանրապես կասեմ, որ գործի փաստական հանգամանքները, մեղադրական ակտի մեջ ներկայացված փաստական հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, բացարձակապես։ Եվ այլ իրողություններ են իհայտ գալիս եւ իհայտ գալու դատական քննության ժամանակ։ Դրան միաժամանակ նաեւ հավելեմ հետեւյալ տեղեկությունը մոտորելու համար, մոտավորապես մի 10 օր առաջ հակակոռուպցիոն քննչական կոմիտեում քննված մի քրեական գործ է ուղարկվել դատարան, որով եթե չեմ սխալվում, մոտ 40 պարեկներին քրեական հետապնդում էր հարուցված կեղծ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար։ Երևի թե այսքանը բավարար է, որպեսզի մնացած հանգամանքների մասին էլ չասեմ, հաշվի առնելով գործը քննվում է դատարանում։ Միայն ընդամենը կարող եմ պնդել, որ փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։ Քրեական գործով կատարվել շատ թերի քննություն, ընդհանրապես կարելի ասել քննություն չի կատարվել։ Իմ տղան մեքենան չի վարել, երկու փաստական հանգամանք բացահայտեմ այնուամենայնիվ։ Պարեկները մոտեցել են դադարի վիճակում գտնվող մեքենային, դադարի վիճակում բակում գտնվող մեքենային։ Երկու հոգի կանգնած, որից մեկը իմ որդին է, մի անգամից ասել են, որ մեքենան դու վարում ես։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանները այս հանգամանքին կդիտարկեն որպես քրեական օրենքով նախատեսված հանրային վտանգավոր արարքի կատարում, ես էլ բան չունեմ ասել։ Շատ լավ, պարոն Բաթիկյան,